Սատանան սկիզբեն մարդասպան է։ Կշարունակենք ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Հովանու ավետարանի մեջ դերը գսե։ Անիգա սկիզբեն մարդասպան էր եւ ճշմարտության գոհնագից չէ եղած բնավ, որովհետեւ անոր մեջ ճշմարտություն չկա։ Երբ սուտ խոսի իր նկարակիրը ցույց կտա, քանի որ սդախոս մնե եւ սուդին հայրը։ Դվյալ համարեն 3 բաներ կսորվին սատանայի մասին։ Առաջին, անիգա մարդասպան է։ Մարդասպանը միայն մարմնավես մարդը սպանողը չէ։ Իրական մարդասպանը մարդուն հոգին սպանողն է, այլ խոսքով մարդուն հոգին հավիտենական գործության պատճառ եղողն է։ Քրիստոս կպատվիրե մեզի չվախնալ անոնցմե, որոնք մարմինը կսպանեն եւ սակայն հոգին չեն գնալ սպանել, այլ վախնալ անգե որ գրնա թե հոգին եւ թե մարմինը գործի մատնել դժոխքի մեջ։ Քրիստոս այստեղ Աստուծո մասին է որ կխոսի եւ ոչ թե սատանայի մասին, ինչպես հաջորդող համարները կբարձեն։ Ան գրնա այս բարերով Քրիստոս ասել գուզե որ Աստված գադարյալ իրավասություն ու իշխանություն ունի մարդուն թե հոգին եւ թե մարմինը գործի մատնել դժոխքի մեջ։ Թեև Աստված գրնա մարդը հավիտենական գործության մատնել եւ սակայն ինք չէ պատճառը մարդուն գործության, պատճառը մարդը ինքն է, որ հանցնգարնե կամավորապես սատանային կամքը կդարե։ Աստված մարդասպան չէ, այլ մարդասեր։ Մարդասպանը սատանան ինքն է, որ մարդադյաց է։ Անգսպանն է մարդու մեջ մարդկային բաժինը եւ մարդը կդարձնե քազան։ Անգը բնաչնչե մարդու մեջ Աստուծո պատկերն ու նմանությունը։ Ան արմադախիլ գնե մարդեն ամեն բան, որ բարի ու գեղեցիկ է, ամեն լավ ցանկություն ու պապակ։ Ան չեզոքացնե մարդուն կյանքեն երջանկության ամեն աղբյուր, ան ահավոր կենախնդիր մնե։ Ան երբ տեսավ, թե անգարող է բայկարի Աստուծո դեմ իր ուշադրությունը գետրոնացուց մարդկային ցեղին վրա։ Ան եղավ եւ գշարունակե մնալ մարդկության տշպախտության պատճառ եւ արիթ։ Իր ողագալության ոգիեն անտրավ եւ գտնե մարդու մեջ։ Երբ անիգա սկիզբեն մարդասպան էր։ Սատանան ժամանակի ընթացքին չէր որ մարդասպան եղալ, այլ սկիզբեն այնպիսին էր։ Ինչ կհասկանանք սկիզբեն լսելով։ Այս ակնարկությունը սատանային ստեղծման օրվան չէ։ Հստակ է որ Աստված սատանան իբրև սատանա չստեղծեց, այլ իբրև Աստուծո սուրբ լերան վրա ապրող քերոպ է։ Աստված խոսքը ուղելով իրեն գսե. Տուն ճամփաներուտ մեջ կդարյալ է իր քո ստեղծված օրետ միջև այն օրը, երբ քո վրա անօրենություն գտնվեցավ։ Որոշ է որ անօրենությունը, որում մասին կխոսի Աստված, սատանային կողմէ ի գործ ծրված Աստուծո կահը կրավելու ջիկներ եւ ոչ թե Ադամն ու Եվան խաբելու գործողությունը։ Եթե երբեք սկիզբեն լսելով չակնարկվեր իր ստեղծման օրվան եւ ոչ ալ Աստուծո կահը կրավել փորձելու օրվան, ապա ինչ բանի կակնարկվի։ Սկիզբեն բարը պետք է գաբել մարդկային ցեղի սկզբնավորության, որովհետև սատանան մարդասպան է եւ ոչ թե աստվածասպան։ Աստված արուսյակ կերոպեին մեղանչումեն յետքեր, որը ստեղծեց Ադամն ու Եվան։ Արուսյակ, որ արդեն իսկ սատանայի վերածված էր Աստուծո դեղը առնել փորձերուն համար, նախանցով ադելությամբ եւ թարմությամբ լեցվեցավ, երբ տեսավ, որ Աստված իր պատկերով ու նմանությամբ, իր ցերկով ու հոգիով, իր շունչով ու պարկով ստեղծեց երկու անձեր, Ադամն ու Եվան, որոնց մե ամբողջ մարդկությունը հարաճ բերավ, որովհետեւ աշխարհի բոլոր գոմերը բնագին։ Իր նախանցին արդյունքը եղավ ան, որ Ադամն ու Եվան եւ ապա ամբողջ մարդկությունը իր թիրախը դարձել է։ Երրորդ, ճշմարտության գոհնագից չի եղած բնավ, որովհետեւ անոր մեջ ճշմարտություն չկա, եւ սուտ խոսի իր նկարակիրը ցույց կտա, քանի որ սդախոս մնե եւ սուդին հայրը։ Սդախոսությունը սատանային նկարակիրին գիծերեն ամենայն գլխավորն է։ Սդախոսը գամա թե ագամա Աստուծո գամքին եւ խոսքին հագատրվող մեկն է։ Աստված Ադամին ասավ. «Բարի ու չարի գիտության ծառեն մի ուդեր, կանզի այն օրը, որ անգե ուդես, անշուշտ պիտի մեռնիս»։ Իսկ սատանան հերքած եղավ Աստուծո խոսքը, երբ Եվային ասավ. «Ոչ թե անշուշտ պիտի մեռնիք, կանզի Աստված գիտե թե այն օրը, որ անգե ուդեք, աչքերիդ պիտի բացվին եւ Աստվածներու վես պիտի ըլլակ բարին ու չարը գիտնալով»։ Աստված ուդելու եւ մեռնելու մասին խոսի, իսկ սատանան ուդելու եւ չմեռնելու մասին։ Սդախոսը միշտ կհագասե Աստուծո խոսքին, քանի որ անիգա ճշմարտության կողմնագից չէ։ Զուր դեղը չէ որ
Քրիստոս հրյաները գոչե սատանային զավակները, ինչպես սատանան սդախոս եւ ճշմարտության անգողնագից մեկն է, այնպես էլ հրյաները սդախոս եւ ճշմարտության հագատրվող ժողովուրդ եղան։ Անոնք չհագատրվեցան Քրիստոսի, որ հայտարարեց ես եմ ճշմարտությունը։ Անոնք չփորձեցին Հիսուսի դեմ սուտ վկայություն գտնել, որպեսզի զայն սպանեին։ Սատանան հերացավ ճշմարտութենեն, երբ հերացավ Աստուծմե։ Անաստուծմե հեռանալով սկսավ հագատրվել ճշմարտության, հագատրվել Քրիստոսով իրագործված փրկության։ Աստուծմե հերացողը գտարնա տշնամի Աստուծո եւ իր ժողովրդին։ Հաջորդին պիտի անդրադառնանք սովորամոլությունները կսպանեն մեր հավատքը նյութին մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Ավետյանը միջև Ավետյան, ամեն։